Հարգելի երևանցիներ, եւ ավականու հարգելի անդամներ, այստեղ բարձրաձայնվեց աշխատանքների մասին, որոնք որ իրականացվել են Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք։ Քանի որ 2019 թվականին, երբ որ իմ քայլը խմբակցության ավականիները դիմեցին ինձ Կարեն Անտաշյանը մասնավորապես եւ խնդրեց, որ աջակցեմ Երևանում կանաչ ֆոնդի հետ կապված խնդիրներով պայմանավորված նոր ծրագրի մասով աջակցության, մեծ սիրով ընդունեցի դա, թեպետ այն ժամանակ էլ անդիմադիր ավականու կողմից նախընտրական պայքար էի մասնակցում եւ հետագայում կրկին անդիմադիր ֆրակցիայի կողմից ավականու անդամ էի, բայց ամբողջությամբ աջակցում էի իշխող ուժի աշխատանքներին, քանի որ մենք չէինք նայում Երևանին որպես քաղաքական շահ, այլ մենք նայում ենք մասնագետներս Երևանին որպես ուրեմն բոլորիս համար գերկարևոր ահռելի նշանակություն ունեցող առհասարակ հանրապետության համար մեր մայրաքաղաքը։ Եվ բույսերն էլ առավել եւս անմիջականորեն ապահովում են բնակչության առողջությունը, իսկ բժշկությունը եւ բնապահպանությունը քաղաքականությունից դուրս է միշտ։ Հայկ Մարությանին չեմ ճանաչել։ Ծանոթացել եմ շատ հանկարծակի, դրա մասին առանձին կխոսեմ, ցավոք սրտի հաջորդ նիստին չեմ կարողանա նկարներով ներկայացնել մեր ամբողջ աշխատանքը, որովհետև Միջին Ասիայի երկրներից մեկի բնապահպանության նախարարի հրավիրով մեկ շաբաթով լինելու եմ այդ երկրում, նրանց ծրագրի հետ կապված բազմաթիվ ուրեմն հարցերով քննարկումների եւ միջազգային կոնֆերանսների շրջանակներում։ Բայց հիմա հակիրճ, ինչ ենք արել մենք 2020 թվականին եւ նաեւ այդ հարցազրույցը, որը դուք անընդհատ ցիտում եք անվերջ։ Հարցազրույցը մենք կազմակերպել ենք, երբ որ Մաշտոցի պուրակում 5 մահացած թեղիներ հատեցինք եւ այսօրվա կազմակերպության տնօրենը աղմուկ էր բարձրացրել ամբողջ հանրապետությունով, որ Հայկ սիրուն չի։ Մեզ էլ դասեր էր տալի, որ ծառերը հատել չի պետք, այլ ծառերը պետքա բուժել։ Ով սկսեց ծառերը բուժելը։ Մեր պաշտոնավարման ժամանակ չի հատվել որևիցե ծառ։ Մենք ներ ենք դրել ծառերի զանգվածային բուժման աշխատանք, առաջին անգամ ԱՊՀ փլուզումից հետո եւ Երևան քաղաքում սկսել ենք զանգվածային դա անել։ Մեզանից հետո այդ տրակտորը, որը մեկ սարք սպասարկում էր ամբողջ Երևան քաղաքը, չի ավելացել, մնացել է նույնը։ Իսկ այս աշխատանքների համար շատ կարևոր է զանգվածային գործընթացները, այսինքն կազմակերպությունը չի ուրեմն նրա առաջնահերթությունը չի ծառերը բուժելը, այլ առաջնահերթությունը ծառերը հատելն է, ինչը ուղիղ հակասում է իր հանձնարարականներին այն ժամանակ։ Ստեղծվեց կանաչապատման հողակը ամբողջությամբ հագեցվեց տեխնիկայով, մասնագիտական ռեսուրսով գրվեց ծրագիր, ոնց մենք պետք է այդ ամեն ինչը անենք։ Մենք ներդրեցինք ծառերի քարտեզագրման ծրագիրը, որովհետև երբ որ դու չգիտես Երևան քաղաքում ծառերը ինչ վիճակում են գտնվում, ակնադիտական մեթոդաբանությամբ, առանձին վարչական շրջաններում, առանձին փողոցներում, առավել եւս Երևանի համար աղետ հանդիսացող կենտրոն վարչական շրջանում անել զանգվածային ծառահատումներ անթույլատրելի է, ինչի մասին ես բերել եմ եզրակացություն Քեմբրիջի համալսարանից, Ֆրանսիայի լանդշաֆտային ճարտարապետների ասոցիացիայի նախկին նախագահից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհրդի անդամից, ինչպես նաև ԱՊՀ տարածքում Եվրոարբորիստների միության միակ ներկայացությունից, 0 արձագանք։ Անընդհատ ցիտվում է մենք արեցինք էս, մենք արեցինք այն, ուրեմն Եռաբլուրի ծրագիրը սկսվել է Հայկ Մարությանի ժամանակ։ Անձամբ դիմել էի քաղաքապետին, որ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ այդ տարածքը կարգի բերելու հարցը մենք վերցնենք մեր վրա եւ ուղենք, քանզի անթույլատրելի էր զինվորական պանթեոնում ունենալ այն տեսարանը, որին մենք ականատես դարձանք եւ 4.5 հեկտարը 0-ից կանաչապատեցինք։ Մենք Ծիծեռնակաբերդի աշխատանքը սկսեցինք եւ երբ որ մենք դուրս էինք եկել, արդեն անցկացված էր ոռոգման ցանցը, արված էին սանիտարական հատումները եւ տարածքը պատրաստ էր ծառատուն կանելու։ Ծառատուն կարել եք մեր ժամանակ ստեղծված տնկանյութով, ինչի մասին այն ժամանակվա քաղաքապետը Հրաչյա Սարգսյանը հայտարարեց ծառատունքի օրը, որ սա թիմային աշխատանքի արդյունք է եւ ծառերը մեծացել են քաղաքային տնկարանում։ Ինչ ենք արել բացի սրանից, ես անպայման կբերեմ այդ նկարները եւ դուք կտեսնեք, որ ծառերի մասին է խոսքը գնում։ Քարտեզագրումը մեզանից հետո անցել է 4-րդ տարին է, արվել է ընդամենը 1.5 վարչական շրջան, այսինքն մենք դեռ 10 տարի պետք է սպասենք, որ իմանանք Երևան քաղաքում ինչ վիճակ է։ Իսկ եթե չգիտեք քաղաքում ծառերը ինչ վիճակում են, ոնց եք դուք անում ծառահատումներ։ Բացի սրանից, ոչ մի գործիքային հետազոտություն չկա, որը ապացուցում է, որ ծառերը պետք է հանել։ Այն ինչ որ ես ասում եմ հարցազրույցի ժամանակ, կրկնում եմ հիմա եւս։ Երևանում
տեսակը ունի խնդիր։ Ժամանակը սպառվեց Տիկին Վարդանյան։ Մինչև ուժման աշխատանքները չավարտվեին, չէ կարելի անել առանց հաղորդակցության հայի ընդհանուր Տիկին Վարդանյան ամփոփեք։ Իսկ հարման մասով մենք ունենք պայմանավորվածություն